Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել են քաղաքագետ Գագիկ Համբարյանին։ Պարոն Համբարյան, բոլորին հայտնի է, թե հունվարի 12-ին Գյումրիում ինչ զարհուրելի դեպք տեղի ունեցավ, երբ սպանվեց 7 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ը և սպանության մեջ փաստորեն կասկածվում է 102 ռուսական ռազմաբազայի զինծառայողներից մեկը։ Ձեր կարծիքով ռազմաբազայի հրամանատարությունը, այսպես ասենք, ինչ քայլեր պետք է ձեռնարկի հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Բարև ձեզ, սա աղետ էր մեր քաղաքի համար, սա երկրաշարժի նման մի սարսափ էր, որ վերջին ամիսներից արդեն երկրորդ դեպքն է, որ Գյումրին այսպիսի սարսափելի վիճակի մեջ է հայտնվում։ Առաջինը դա անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարն էր, որ մեր քաղաքը կորցրեց 7 մարդու, հիմա արդեն 6 մարդու կորցնում է մեկ ընտանիքից, սա շատ մեծ աղետ է։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ռուսական ռազմաբազայի կողմից ձեռնարկվող քայլերին, որ ապագայում այսպիսի բաներ չլինեն, ապա նախ ամեն առաջին ուզում եմ նշել, որ բերեք այդ հուզական պահը մի կողմ դնենք, հագառուսականություն ընդհանրապես պետք չէ այստեղ քարոզել, որովհետև ինչ էլ ուզում է լինի, այսպիսի մարտասպանները ազգություն չունեն։ Մարտասպան ազգություն չի կարող ունենալ, մարտասպան դա իր բնույթով կենտանի է, դա մարդ էլ չէ, բայց այ ռուսական ռազմաբազայի ղեկավարության կողմից քայլերը շատ կարևոր են, որովհետև եթե ռուսական ռազմաբազան վաղուց պատժեր իր հանցագործներին, ինձ թվում է այս աստիճանի չէինք հասնի։ Գյումրին շատ լավ հիշում է եւ 1999 թիվը, երբ մի քանի հարբած ռուս զինվորականներ 902-րդ ռազմաբազայից գրագոսներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, 7 ծանր վիրավորվեցին եւ լինելով քաղաքի բնակիչ մենք ոչ մեկը չիմացանք, թե այդ հանցագործ մարտասպանները ինչ պատիժ կրեցին։ Դրանից հետո ռուսական ռազմաբազայի ծառայողները եւս ուրեմն շոշափվել են բազմաթիվ հանցագործությունների մեջ, թե վրաերթերի մահվան ելքով, թե ավտոպատահարների մահվան ելքով, թե անփույթ իրենց պահվածքի հետևանքով տեղ ունեցած զարուրելի դեպքը Վարամաբերդում, երբ որ 2 մանկահասակ երեխաներ մահացան իրենց անփութության եւ թափթփվածության պատճառով, երբ որ զինավարժություններից հետո չէին հավաքել իրենց հետևից թողած այդ ագաններն ու չպայթեցված մյուս ուրեմն պարագաները զինվորական, մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ այո, լրատվամիջոցներով հաղորդվում է, որ այդ զինվորականը համապատասխան այսպիսի հանցագործություն է գործել, բայց մեր համաքաղաքացիները երբևիցե չեն տեսնում, թե այդ հանցագործություն գործողները ինչ պատժի են արժանանում կամ ընդհանրապես պատժվում են, թե ոչ։ Իմ կարծիքով 99.9%-ով ռուս զինվորականները երբևիցե իրենց գոլեգաներին չեն պատժում, այսինքն զինվորական դատախազությունը այս դա ծածկատնփոցի են անում, կոծկում են, հանցագործներին ուղարկում են Ռուսաստան, այստեղ ելով պետք է ուրեմն բողոքելու դեպքում էլ ինչպես Վարամաբերդի զոհված երեխաների ծնողները ահաբեկում են, նույնիսկ նյութական կոմպենսացիա խեղճ ու կրակ ընտանիքներին եւ գործը հասավ նրան, որ հիմա ռուսական ռազմաբազայի ծառայողը արդեն ուրեմն այսպիսի մրցակցի մեջ է կասկածվում, թե ինքնըստինքյան ընդհանուր առմամբ ես պետք է նշեմ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պետք է շատ խիստ պատժի ընդհանրապես ռազմաբազայի հրամանատարական կազմին, որովհետև որականը գիշերը 3-ին թե 4-ին կորչում է ուրեմն իր տեղից քաղաքով մեկ չեն հայտնում ուրեմն այդ մասին, որպեսզի մարդիկ գոնե տեղյակ լինեն կամ ընդհանրապես ոստիկանությունը, մեր տեղի քաղաքային ոստիկանությունը, դատախազությունը, ազգային անվտանգությունը վերահսկեն, թե ինչ է տեղի ունենում։ Այ իրենց անփութության հետևանքներից մեկն է նաև դա, որ իրենց
զինվորականը ուրեմն լքում է ուրեմն համապատասխան իր տեղը ստորաբաժանումը 102-րդ ռազմաբազայի եւ ման է գալիս ավտոմատով ռազմաբազան դա ուրեմն մեծ կարելի ասել ընտանիք է որը ունի եւ դրական եւ բացասական կողմեր այնպես որ ոչ ոք ապահովագրված չէ հանցագործություններից բայց ինձ որպես գյումրեցի հուզում եմ եք բան մինչև հիմա հանցագործություն արած ոչ մի զինվորականի վերաբերյալ պատժի մասին ես տեղյակ չեմ նույն ռուսական ռազմաբազայի ներկայացների մասին է խոսքը հիմա ժամանակին մանցալ տարի երբ որ Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի շրջանի Տրոյից քաղաքի մոտ այդ ավտովթարի պատճառ հանդիսացավ որը կարելի ասել որ ոչ միտումնավոր էր նրան կանացի խալաթ հագցրած միտումնավոր նպաստացնելու համար բերեցին դատարան 7 տարով դատապարտել են հիմա նյութական կոմպենսացիա են պահանջում նրանից զոհվածների հարազատները հիմա դա ամեն ինչ արվում է հիմա այս մարտահրավերի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները ինչ պետք է անեն հասկանում եք այստեղ տարբեր հարցեր կան ելի եմ նշում զինվորական 102-րդ ռազմաբազայի վերնախավը պետք է շատ խիստ պատժվի նույն Ռուսաստանի ուրեմն պաշտպանության նախարարության կողմից եթե հանկարծ նրանք չպատժեցին Հայաստանի իշխանությունները հուսով եմ կհասկացնեն մեր ռուս գործընկերներին որ իրենք թույլ չեն տա պիսի մեր հայրենիքում մենք հյուր լինենք ռուսների մոտ ես իհարկե հասկանում եմ որ ռուսական ռազմաբազայի արկայությունը շատ կարևոր է մեզ համար ես իհարկե հասկանում եմ որ մեր անվտանգությունը ապահովում է նաև նրանց միջոցով բայց հասցնել նրան որ իրենք այստեղ լրիվ տանուտեր զգան դա արդեն շատ ճոխ կլինի նրանց համար Եմ հարգելի ռադիո լսողներ այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել են քաղաքագետ Գագիկ Համբարյանին հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը ցտեսություն